Բարև բալիկ, ինչպես ես։ Ես քեզ համար մի նոր հեքիաթ եմ պատրաստել։ Մի շատ փոքրիկ հրաշքի մասին։ Դե ուշադիր լսիր, մատնաչափիկը։ Լինում է չի լինում, մի կին է լինում։ Նա երեխաներ չի ունենում, բայց շատ է երազում ունենալ։ Մի օր նա գնում է ծեր կախարդի մոտ եւ ասում իր ցանկության մասին։ Կախարդը նրան մի գարու հատիկ է տալիս եւ զգուշացնում, որ այն սովորական չէ եւ մի ծաղկամանում տնկելուց հետո կտեսնի, թե ինչ կլինի։ Կինը ուրախացած գնում է տուն եւ գարու հատիկը տնկում է ծաղկամանի մեջ։ Շուտով երևում են երկու տերևիկները եւ նուրբ ցողունը։ Իսկ ցողունի վրա հայտնվում է մի մեծ հրաշալի ծաղիկ, վարդակակաչի նման, բայց ծաղկի թերթիկները պինդ փակված էին եւ դեռ չէին բացվել։ Ինչ սիրուն ծաղիկ է, ասում է կինը եւ համբուրում է թերթիկները։ Նույն պահին ծաղկի մեջտեղում ինչ-որ բան է շարժվում եւ այն բացվում է։ Հենց ծաղկաբաժակում նստած էր մի կենդանի աղջնակ, նա շատ փոքրիկ էր, ընդամենը մի մատնաչափ։ Եվ դրա համար էլ նրա անունը դնում են մատնաչափիկ։ Կինը մատնաչափիկի համար հունական ընկույզի կեղևից օրորոց է սարքում, ներքնակի փոխարեն մեջը մի քանի մանուշակ է դնում, իսկ վերմակի փոխարեն վարդի թերթիկ։ Գիշերը աղջիկը քնում էր այս օրորոցում, իսկ ցերեկները խաղում էր սեղանի վրա։ Սեղանի մեջտեղում կինը ջրով լի ափսեր էր դրել, որը մատնաչափիկի համար իսկական լիճ էր, եւ նա այդ լճում լողում էր վարդակակաչի թերթիկների վրա եւ երգում գեղեցիկ երգեր։ Մի անգամ էլ գիշերը, երբ մատնաչափիկը քնած էր օրորոցում, բաց պատուհանից սենյակ է մտնում պառավ Դոդոշը, ճանկռում է ընկույզի կեղևը աղջկա հետ միասին եւ պատուհանից թռչում դեպի ճահճային տիղմը, որտեղ նա ապրում էր իր անճոռնի տղայի հետ։ Եվ որպեսզի մատնաչափիկը չփախչի, նրան տանում են գետի մեջտեղը եւ նստեցնում ջրաշուշանի տերևի վրա։ Ահ, ինչպես էր վախենում խեղճ մատնաչափիկը, երբ առավոտյան արթնանում է եւ տեսնում է, որ բոլոր կողմերից ջուր է երևում, իսկ ափը հազիվ է նշմարվում։ Նա սկսում է հոնգուր լաց լինել, իսկ պառավ Դոդոշը, որ որոշել էր տղային ամուսնացնել մատնաչափիկի հետ, նստել էր տիղմի մեջ եւ իր տունն էր զարդարում։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, մայր Դոդոշը քաղցր ժպտալով ասում է աղջկան. «Ահա իմ տղան, նա քո ամուսինը պիտի լինի։ Դուք միասին փառահեղ կապրեք մեզ մոտ տիղմում»։ Բայց մատնաչափիկը չէր ուզում ամուսնանալ Դոդոշի զզվելի տղայի հետ։ Փոքրիկ ցիկները, որոնք լողում էին ջրի տակ, լսում են, թե ինչպես էր լաց լինում խեղճ մատնաչափիկը, եւ սուզվելով ջրի հատակը կրծում են ջրաշուշանի ցողունը, եւ ջրաշուշանի տերևը լողում է գետի հոսանքով։ Հոսանքն ուժեղ էր եւ տերևը շատ արագ էր լողում։ Այ հիմա պառավ Դոդոշը ոչ մի կերպ չէր կարող հասնել մատնաչափիկին։ Այդ ժամանակ նրա մոտով թռչում էր Մայիսյան բզեզը։ Տեսնելով մատնաչափիկին, բզեզը բռնում է նրան եւ տանում նստեցնում է ծառի վրա։ Ինչպես է վախենում խեղճ մատնաչափիկը, երբ բզեզը գրկում է նրան եւ բարձր թռչում։ Բզեզն ասում է, որ աղջնակն իրեն շատ է դուր գալիս, չնայած բոլորովին էլ նման չէ Մայիսյան բզեզներին։ Շուտով Մայիսյան բզեզը մտածում է, որ աղջիկը բոլորովին էլ գեղեցիկ չէ եւ նրան իջեցնում է նստեցնում է երիցուկի վրա։ Մատնաչափիկը նստած ծաղկի վրա լաց է լինում, որ այնքան տղեղ է, որ նույնիսկ Մայիսյան բզեզը չսիրեց իրեն։ Իսկ իրականում նա չափազանց անուշիկ էր, թերևս աշխարհում նրանից լավը չկար։ Ողջ ամառը մատնաչափիկը մենակ ապրում է մեծ անտառում։ Նա իր համար խոտից օրորոց է գործում, ուտում է ծաղիկների քաղցր մեղրը եւ ցող խմում։ Այսպես անցնում են ամառը, աշունը, գալիս է ձմեռը։ Ցուրտը հասնում է մատնաչափիկի ոսկորներին։ Նրա շորիկը պատառոտվել էր, աղջիկը պատատվում է չորացած տերևի մեջ, սակայն չորացած տերևը նրան բնավ էլ չէր տաքացնում։ Մատնաչափիկը որոշում է հեռանալ անտառից եւ ձմեռային ապաստան փնտրել։ Մի կերպ նա հասնում է դաշտամկան բնին, որը տաք էր, իսկ խոհանոցը ու մառանը լեփ-լեցուն էին հացահատիկներով։ Մատնաչափիկը խնդրում է իրեն գարու հատիկի գոնե 1 կտոր տալ, արդեն 2 օր է բերանը մի փշուր չէր դրել։ Դաշտամուկը շատ բարի էր եւ մատնաչափիկին իր բույնն է տանում, տակացնում ու կերակրում է նրան։ «Դու ինձ դուր ես գալիս», ասում է մուկը, «ինձ մոտ մնա ձմռանը,
Ես քեզ կկերակրեմ, իսկ դու իմ տունը կմաքրես եւ հեքիաթներ կպատմես։ Եվ մատնաչափիկը մնում է։ Նա անում է այն ամենը, ինչ հրամայում է պառավ մուկը, ասում է նրան, որ իրենց տեսության է գալու հարևան խլուրդը, որը շատ հարուստ է։ Եթե մատնաչափիկն ամուսնանա նրա հետ, ողջ կյանքն առոք-փառոք կապրի։ Ուղղակի մի բան է վատ, նա կույր է եւ չի կարող տեսնել մատնաչափիկի գեղեցկությունը։ Սակայն մատնաչափիկը բոլորովին էլ չէր ուզում ամուսնանալ հարուստ հարևանի հետ։ Ախր նա խլուրդ էր, ստորգետնյա, մռայլ բնակիչ։ Շուտով հարևան խլուրդը նրանց հյուր է գալիս։ Նա ատանել չէր կարողանում արևի լույսը։ Տանտիրուհին ստիպում է մատնաչափիկին երգել թանկագին հարևանի համար։ Աղջիկը այնքան լավ ու գեղեցիկ է երգում, որ խլուրդը հիացմունքից ապշում է եւ սիրահարվում մատնաչափիկին։ Խլուրդը մի երկար գետնափոր էր փորել իր տնից մինչև դաշտամկան բույնը եւ թույլ է տալիս մկանն ու աղջկան զբոսնել այնտեղ։ Նա ասում է, որ չվախենան այնտեղ ընկած թռչունից, որ երևի նոր է սատկել ձմռան սկզբին։ Երբ հասնում են թռչունին, խլուրդն սկսում է իր լայն քթով խփել առաստաղին մինչև անցք է բացում եւ ցերեկվա լույսի ներքո մատնաչափիկը տեսնում է ծիծեռնակին։ Երևի խեղճ թռչնակը ցրտահարվել էր։ Մատնաչափիկը նրան շատ է խղճում եւ կռանում ու համբուրում է նրա փակ աչուկները։ Գիշերը մատնաչափիկը 4 հողուններից գորգ է գործում եւ ծածկում ծիծեռնակին։ Եվ երբ գլուխը դնում է թռչնակի կրծքին, հանկարծ լսում է, որ ինչ-որ բան բաբախում է։ Դա ծիծեռնակի սիրտն էր։ Աղջիկը շատ է ուրախանում եւ հաջորդ գիշեր նորից է գնում ծիծեռնակի մոտ։ Թռչունը լրիվ կենթանացել էր, բայց դեռ շատ թույլ էր։ Մատնաչափիկը նրա համար գարու հատիկներ ու ծաղկի թերթերով ջուր է բերում։ Ողջ ձմեռ մատնաչափիկը խնամում է ծիծեռնակին։ Եվ երբ գարունը գալիս է, բաց է անում անցքը, որ խլուրդն էր փորել, եւ արևի տաք ճառագայթները ներս են թափանցում։ Ծիծեռնակն արդեն լիովին ապակինվել էր եւ հրաժեշտ է տալիս աղջկան, բայց միշտ դուրս թռչելը հարցնում է, թե չի ուզում արդյոք իր հետ հեռանալ։ Բայց մատնաչափիկը խղճում է պառավ դաշտամկանը եւ չի ուզում լքել նրան։ Եվ ծիծեռնակը հեռանում է։ Մատնաչափիկը մնում է մկան բնում, իսկ նրա կյանքը օր-օրի ավելի է վատանում։ Պառավ մուկը թույլ չի տալիս, որ աղջիկը բնից հեռու գնա, եւ ահա մի անգամ էլ ասում է. «Մեր հարևան ծեր խլուրդը եկել է ձեռքդ խնդրելու, եւ դու պետք է ամուսնանաս նրա հետ»։ Մատնաչափիկը տխրում է եւ լալիս։ Նա բոլորովին չի ուզում ամուսնանալ այդ ծեր խլուրդի հետ։ Ահա հասնում է հարսանիքի օրը եւ մատնաչափիկը դուրս է գալիս, որ մի վերջին անգամ տեսնի արևը, եւ հանկարծ տեսնում է ծիծեռնակին ու լաց լինելով պատմում է ամեն ինչ։ Ծիծեռնակն ասում է. «Նստիր մեջքից, թռչենք, հեռանանք այստեղից»։ Եվ նրանք նետի պես սլանում են ու շուտով հասնում են ծիծեռնակի բնին։ Ծիծեռնակն աղջկան նստեցնում է մի սպիտակ ծաղկի լայն թերթիկների վրա։ Եվ ով հրաշք, ծաղկաբաժակի մեջ մի մարդուկ է լինում, որի գլխին փայլում էր ոսկեգույն թագը։ Եվ երբ ծաղիկների թագավորը տեսնում է մատնաչափիկին, իսկույն սիրահարվում է նրան։ Ապա խոնարհվելով հարցնում է, թե արդյոք մատնաչափիկը չի ուզենա ամուսնանալ իր հետ եւ դառնալ ծաղիկների թագուհի։ Մատնաչափիկը ուրախությամբ համաձայնում է, նրանք ամուսնանում են եւ ապրում երկար ու երջանիկ։ Ինչ ուրախ ու լավ հեքիաթ էր, չէ՞ երեխաներ։ Դե, կարծում եմ, որ միշտ պետք է հավատալ հեքիաթներին, երազել եւ անպայման հասնել երազանքին։ Դե, ես գնամ, բայց ես խոստանում եմ, որ անպայման կվերադառնամ։ Հաջողություն։